Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները դեռ շարունակվում են։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները պարբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում տեղադրում են տեսանյութեր ու լուսանկարներ նկարահանման հրապարակից, որից պարզ է դառնում, որ նրանք մինչև ուշ գիշեր ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստադիտողները կարողանան դիտել ու վայելել իրենց սիրված հեռուստասերիալի հերթական ու վերջին սերիաները։ Հեռուստասերիալում լարվածությունը հասել է գագաթնակետին։ Հենրին վերջապես տեղեկացավ, որ Անգելինան հղի է։ Իհարկե նա տեղեկացավ ոչ թե Անգելինայի շուրթերից, այլ նրա հոր Ավագի, որովհետև նա ցանկանում էր իր երեխային երջանիկ տեսնել, բայց այդ ամենը հունից հանեց Անգելինային, որովհետև կարծում էր, որ դա իր գաղտնիքն է ու ինքը պետք է ասեր այն ժամանակ, երբ գտնում էր հարմար։ Անգելինան Հենրիի դեմքին ասաց այն, ինչ մտածում էր։ Նա ասաց, որ վախ ունի, որ իր երեխային էլ կխլեն, ինչպես տարիներ առաջ իրեն են խլել։ Բայց իհարկե Անգելինայի հետ նման բան կատարվել հնարավոր չէր, որովհետև նրա երեխան սիրո պտուղ է։ Բայց Անգելինան դեռ վիրավորվածություն ունի ու ապրում է վախի մթնոլորտում, թե հետագայում ինչ է լինելու իր ընտանիքի ու երեխայի հետ։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, այնպես որ մնացեք մեր ալիքում, որպեսզի կարողանաք տեղեկանալ առաջինը, թե ինչ է կատարվում հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Ձեզ համար բերել ենք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք կպատմեն, թե ինչ է կատարվելու հաջորդ սերիաներում։ Նշենք, որ վերջին սերիաները լինելու են ամենաինտրիգայինն ու ամենահետաքրքիրը։ Ֆաինան վերջապես վերադարձավ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անի Մեհրաբյանը վերադարձել է Հայաստան ու բնականաբար կասկածներ կար, որ նա անմիջապես միանալու էր դերասանական կազմին, քանի որ նրա մայրը, այստեղ կերպարային մայրը, գտնվում է հիվանդանոցում։ Բնականաբար նրա վերադարձը արդարացված է։ Բայց ինչու Աննան նույն կերպ չվարվեց նաև Ֆաինայի հետ, ով իրենից նույն գաղտնիքն էր թաքցրել, ինչ որ Հենրին։ Սա երկակի ստանդարտ է, նա Ֆաինային գրկում ու սիրո խոստովանություն է անում այն պարագայում, երբ նա գիտեր, որ Ֆաինան նույնպես այդ գաղտնիքն իրենից թաքցրել է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն, իսկ ձեզ մաղթում ենք բարի դիտում ու սպասում ձեր մեկնաբանությունը։ Ներկայացումն արդեն սկսվել է, ուզում եմ ասել, որ այսօր նկարել եմ Սարայի հետ Reel Get Ready With Me-ոտ ու իմ մասին եմ պատմում ընթացքում 90-ականների սերնդի ու հիմիկվա սերնդի հետ կապված էլ ինչ-որ հետաքրքիր բաներ կան, այնպես որ ուշադիր եղեք, ներկայացումից հետո անպայման կտեղադրեմ, պետքա որ խոնարհումից էլ հատված նկարենք, որ նոր մոնտաժ եմ։ Այսքանը։ Այսօրվա օրս նորից սկսվում է նկարահանումից, իմ սրտի Armenia TV-ում եմ, բայց վերջին զանգի նկարահանմանը չեմ այսօր եւս։ Այսօր ուրիշ նկարահանում ունեմ ու սկսում ենք այստեղից մեր օրը։ Ներսեի մոտ եմ հյուր, վաղուց չեմ տեսել, շատ կարոտած եմ իրան իրականում ու համել կշփվենք, կարծում եմ հուսամ, որ հետաքրքիր հավես զրույց ենք ունենալու, որովհետև ես այն շատ եմ սիրում։ Սաղետ լույսն է։ Որը։ Ապե քելեք ոնց կա, քելեք հետ մեր լույսերը։ Զազրոբջան մի բացի։ Բարի լույս բոլորին, այսօր օրը սկսել եմ լի նկարահանումից, նկարահանում ենք իմացիր ավելինի տոնական թողարկումը։ Ներսում են, հեսա կմտնեմ, ու այստեղից վազելու եմ նկարահանման, մեր վերջին զանգի այսօր սիրուն տեսարաններ ենք նկարելու, այնպես որ բաց չթողնեք, ամսի 30-ին, դեկտեմբերի 30-ին վերջին սերիան ամեր, 29-ին ու 30-ին լինելու են շատ սիրուն ու հետաքրքիր սերիաներ։ Լավ օր բոլորիդ։ Նկարահանումս ավարտվեց, հիմա գնում եմ տուն։ Պետք չի մոռանալ, որ ես բացի դերասանուհի լինելուց նաև տանկին եմ։ Այնքան եմ հոգնել երթու ամսից, մտել էի մի բան վերցնելու, սենց առևտուր արած գնում եմ ու հասկացա, թե ինչքան եմ մեծացել, որ արդեն չեմ կարողանում ծանր տոպրակները տանել։ Փաստորեն մամա լինելը պարտադիր չի մամաներին հասկանալու համար։ Հզոր են մամաները մի խոսքով։
ոնց են այսքան բանն արել Աստվածին։ Չվճարվող աշխատանք։ Մի խմբում նկարահանումս ավարտեցի։ Հիմա գնում եմ ստուդիա դասի։ Մինչև ուշ գիշեր, որից հետո էլի նկարահանում ունեմ։ Վերջին օրերն են իրականում, վստահաբար շատ եմ կարոտելու ու չգիտեմ, սենց աշխատում եմ չմտածել այդ ուղղությամբ, որ վերջացնում ենք, որ էլ չի լինելու մերի կերպարը։ Խոսքով, շատ դժվար է իրականում մեր համար, մեր կերպարներին հրաժեշտ տալը։ Բարի լույս ձեզ, չեք պատկերացնի, վերջին մի քանի տարվա մեջ սենց զգացողություն չեմ ունեցել, որ 12 ժամ քնեմ, այդ գերհոգնածությունս վերջապես սենց դուրս գա իմ մեջից։ Լուրջ եմ ասում, սենց զգացողություն չեմ ունեցել, որ նենց հաճելի է այս ամեն ինչը։ Այնքան գործ ունեի երեք, բայց եկել եմ ուղղակի քնել եմ։ Վերջ հասկացա, որ ես մեղք եմ օրգանիզմը, պետք չի այդքան տանջել։ Հիմա պետք է դեմքս մշակեի live room-ում ստացած ես նվերով ու հասկացա, որ ձեզ հետ չեմ կիսվել, ես մի քանի օր ենքան խառնեմ, որ ոչ մի բան չեմ տեղադրում իմ էջում, ես հարցազրույցի եմ եղել, շատ կարևոր, որ ինձ սպասում եմ անհամբեր։